ես ինքս գուշակ եմ։ Սիրիոսն։ Չենք դիմել գուշակների, չենք հավատում, որովհետև դա սնահավատություն է իմ համար։ Չեմ հավատում։ Ընդհանրապես գուշակություններ լինում է, բայց հիմնականում երևի գնչուները են ավելի գուշակ այդ հարցերում, բայց ես չեմ հավատում գուշակությանը։ Ամեն դեպքում մարդը առաջին հերթին պետք է հավատա Աստծուն, իր կարողություններին, իր քայլերին։ Ես չեմ հավատում ու չեմ էլ դիմել, որովհետև Աստվածավախ եմ, իմաստը չեմ գտնում ուղղակի։ Ոչ մեկ չի կարա գուշակի, թե 5 րոպե հետո ինչ կլինի մարդու հետ։ Շատ եմ հավատում, իհարկե։ Դե երևի այդքան ապագայում առանձնապես վախենում են ապագային նայել, դրա համար ու դիմում են գուշակներին, արտասահմանում դիմում են փսիխոանալիտիկին։ Ճիշտ չէ, ու մտածում եմ, որ իրենք իրենց կյանքից ոչինչ չեն հասկանում ու ուզում են ինչ-որ բաներով լցնեն, որ դա տենց է, էլի։ Ինձ թվում է սնահավատ մարդիկ են ավելի շատ դիմում գուշակներին ու ինտելեկտով ավելի կարդացած մարդիկ դժվար է հավատալ։ Նրանց էլ չեմ կարող մեղադրել, որովհետև պահիր են լինում այնպիսի իրավիճակներ, որ մարդիկ ստիպված դիմում են գուշակություն։ Ուսանողները քննությունների համար մեծերը ավելի դարդուցավը շատ է, երեխեք արտասահմանում են ոնց են ինչ են, շատ հարցերով։ Իսկ ինչքան ժամանակ է, որ սպառնում եք? 16 տարեկանից ունեմ այդ ունակությունները, փոքր ժամանակ հեղի կնոջը տեսնում էի, ասում էի ինչ կծնվի աղջիկ թե տղա։ Մինչև հիմա այդ չոտկա ստացվում է։ Ընդհանրապես, որպես կանոն գուշակներն ասում են, չէ՞, երազ են տեսել, ինչ որ իրանց հայտնեցել են, որ պետքա գուշակությամբ զբաղվեն ձեր դեպքում նման բան չի։ Իմ դեպքում ես կարմրուկով հիվանդացա մեծ հասակում, դրանից հետո ավելի ուժեղացավ իմ։ Ես մեռնելու սպրծա, իմ այդ վիճակը ավելի ուժեղացավ։ Դրանից հետո սկսեցիք։ Չէ, ես սկսել եմ ավելի շուտ, բայց ավելի լուրջ սկսել եմ զբաղվել 28 տարեկանից հետո։ Չենք էլ դիմի, որովհետև չկա իմաստ ուղղակի։ Մենակ Աստծուն ու ինձ եմ հավատում, ես ինքս ինձ։